Բարև ձեզ, եթերում մի նոր փոդքասթի երրորդ թողարկումն է եւ մեր զրուցակիցն է Ազգային ժողովի պատգամավոր Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Եվ մենք Արման Եղոյանից փորձում ենք հետաքրքրվել Հայաստանը Եվրոպայի Եվրամիության ճանապարհին ուր է հասել։ Բարև ձեզ, Գեղամ ջան։ Ուր է հասել Հայաստանը Եվրաինտեգրման ճանապարհին։ Գիտեք ինչու եմ ասում, ուր է հասել, որովհետև երբ որ ասում ենք մենք գնում ենք դեպի Եվրոպա կամ Եվրամիություն, շատերի մոտ դա պատկերային է եւ մտածում են հասել ենք Բուլղարիա, Ռումինիա, թե Չեռնոգորիայի մոտերքն ենք, էլի։ Հա, ընթացքը գծային չի, այսինքն այդպես գնացքի ռելսերի նման չի, որտեղ տարբեր կանգառներ են, եթե շատ հեռվից նայենք պատկերին, շատ ընդհանրացնենք, միգուցե այո, այդպես է, որովհետև կան կարգավիճակներ, ուրեմն համագործակցության կարգավիճակ, գործընկերության կարգավիճակ, ասոցիացիան կարգավիճակ, տեխնացուի կարգավիճակը, եթե շատ հեռվից նայենք, այո, ինչ որտեղ շատ հեռու պատկերից գծային է այդ ընթացքը, բայց երբ մի քիչ մոտեցնում ենք պատկերը, այս նշածս յուրաքանչյուր հանգրվանները բաժանվում են էլի բազմաթիվ կտորների, որոնք արդեն գծային չեն, այլ ավելի շատ այսպես ծառի ճյուղերի նման են, որտեղ միտեղ կարող է պրոգրեսը մի քիչ շատ լինի, միտեղ պրոգրեսը մի քիչ լինի, ու ամեն պետություն մի յուրահատուկ, դա շատ գիտեք մատնահետքի նման է, ամեն պետություն յուրահատուկ պրոգրես է արձանագրում։ Հիմա Հայաստանի հետ կապված, տեսեք, 2008-9 թվականներին Հայաստանը շատ մոտ էր ասոցիացիան համաձայնագիր ստորագրելուն Եվրամիության հետ, այն համաձայնագրից, որոնք այսօր ունեն Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, արևմտաբալկանյան պետությունները, բայց հայտնի հանգամանքների բերումով այդ համաձայնագիրը չստորագրվեց եւ այդ համաձայնագրից հանվեց ամենակարևոր դրա մասը, ազատ առևտրի գոտուն միանալու համաձայնագիրը, գիտեք, որ Եվրամիությունը իրենից ներկայացնում է մաքսային միություն եւ ազատ առևտրի գոտի անդամների համար եւ այս համաձայնագրին միացած պետությունների համար, այսինքն Եվրամիության ներսում չկան մաքսային սահմաններ, այսինքն ապրանքներ, ծառայություններ, տեղափոխելը, բիզնես, վաճառել, ֆինանսների տեղափոխելը մաքսային, ուրեմն մաքսերի ենթակա չի, ինչը Եվրամիության տնտեսական թռիչքաձև վերելքի գրավականներից մեկն է, դեռ ուրեմն 60-ականներից, 70-ականներին, 80-ականներին շատ մեծ դեր խաղաց այդ մաքսային միությունը, որովհետև յուրաքանչյուր անդամ պետություն կենտրոնացավ այն գործի վրա, ինչը ամենալավն է կարողանում անել։ Եվ նույնը, ինչը որ չէր կարողանում անել, անմաքս կներկրեր հարևան պետությունից, ով ավտոմոբիլ ուրեմն արտադրելուց էր լավ ավտոմոբիլ արտադրում, ով գինի արտադրելուց նա գինի, ու այդպես շարունակ։ Հիմա մեր ճանապարհը այդտեղ ընդհատվեց 13-ի սեպտեմբերն էր, չէ, եթե չեմ սխալվում, մի գիշերում, ուրեմն այդ համաձայնագրից հանվեց ազատ առևտրի գոտուն միանալու համաձայնագիրը, որը այն խրախուսական կտորներ փաստաթղթի, որը պետք է իրանով ինչ որտեղ ծածկեր, խրախուսեր, այն ավելի նվազ խրախուսական կտորի, այսինքն բարեփոխումներ, տքնաջան աշխատանք, չգիտեմ, ինչ որտեղ գոտիները ձգել, ինչ որտեղ ներդրումներ կատարել, որակը բարձրացնել, արտադրողականություն եւ այլ, որը ծախսատար է եւ մի խոսքով էլի հազար ու մի հարցեր կային, ահա իրանք ասես բալանսավորում էին, դու այս կողմում անում էիր որևէ բարեփոխում, այս կողմում ստանում էիր խրախուսանք, անում էիր բարեփոխում, ստանում էիր խրախուսանք, անում էիր, ստանում էիր, այս խրախուսանքի մասը հանվեց, թողվեց մենակ բարեփոխումների հատվածը, մեր այսօր համաձայնագիրը սեպան, որը էլի շատ արժեքավոր փաստաթուղթ է, որովհետև այդ բարեփոխումն էլ այնպես չի, որ այդ խրախուսանքի համար էինք միայն անելու, բայց խրախուսանքով ավելի հեշտ կլիներ դա անել, ավելի արագ կլիներ դա անել։ Բայց հիմա այսպիսի մի հարց 13-ին եւ 12-ին Եվրոպա գնալու ճանապարհը ավելի հեշտ էր, քան հիմա, որովհետև հիմա
մենք մեկ այլ մաքսային միությունում ենք, իսկ 12-13-ին այդ մաքսային միությունում չենք։ Հիմա այս հարցը ոնց է կարգավորվելու։ Այդ հարցը կարգավորվում է հետևյալ կերպ, շատ ճիշտ նկատեցիք, այո, մենք ոչ միայն այնտեղ ընդհատեցինք մեր բանակցությունները ազատ առևտրի գոտու միանալու մասով, այլև մեկ այլ ազատ առևտրի գոտու կամ ավելի ճիշտ մաքսային միության, եթե ճշգրիտ ձևակերպենք, այսինքն Եվրասիական միությանը միանալու որոշում կայացվեց, որը ինչ որտեղ էլի վերադառնալով այդ ռելսերի համեմատությանը այլ ռելսեր աշխարհաքաղաքական առումով, եթե ոչ նորմերի ու ստանդարտների առումով։ Սա էլ է շատ կարևոր էլի ասել, այս մասին հիմա շատ է խոսվում նորմեր, ստանդարտներ, այո, տարբերությունները ահռելի են, բայց նմանություններն էլ են ահռելի, որովհետև այդ նորմերը ոչ առանձին պետություններ չի, որ հորինել են, դրանք շատ հաճախ ուղղակի, ինչ ասեմ, ֆիզիկական աշխարհից բխող նորմեր են, անվտանգության նորմեր, չգիտեմ, ֆիզիկա-քիմիական աշխարհից եկող նորմեր են, գիտական նորմեր են, հա, ոչ ինչ-որ մի երկրի քաղաքական որոշումը։ Ինչևէ, այո, այդ խնդիրը կա, բայց տեսեք, ես ինչ եմ ասում, կոնկրետ ես, որն է իմ առաջարկը։ Կան պետություններ, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ չեն, շատ պետություններ կան, բայց այնուամենայնիվ իրենք որոշակի առևտուր են չանում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ։ Իհարկե, կան Ո՞րն է տարբերությունը։ Մաքսը։ Ես այս օրինակը բերում եմ, միշտ այս օրինակի համար ինձ շատ քննադատում են առանց կոնտեքստը հասկանալու էլի այդ օրինակի։ Հարևան Վրաստանի օրինակը։ Վրաստանը այսօր ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ավելի շատ առևտուր է անում, քան ԵՄ-ի հետ։ Բայց ինչի շնորհիվ է դա։ Դա լրիվ այլ տիպի առևտուր է, քան մեր առևտուրն է։ Դա մաքսը մեջ առևտուր է։ Այսինքն շնորհիվ են բարեփոխումների, որ Վրաստանը արեց 2000 որ թվականից հետ որ սկսեցին իրանք բանակցել, հետո ստորագրեցին ասոցիացիան համաձայնագիրը, հետո արեցին այդ բարեփոխումները, այսինքն մոտավորապես այն նույն ճանապարհն էր, որ մենք էինք անցնում։ Ահա իրենք, քանի որ իրենք մինչև վերջ արեցին այդ բարեփոխումները, դրա շնորհիվ իրենց արտադրանքների որակը աճեց, դարձավ համապատասխան Եվրամիության ստանդարտներին, իրանք որոշակիորեն իրանց սեգմենտը մի քիչ կարող է շարժեցին, նույն ԵԱՏՄ շուկայում մի քիչ այս կողմ կամ մի քիչ այն կողմ գնային իմաստով եւ այն աստիճանի բարելավվեց իրանց ապրանքների եւ որակը եւ արտադրողականություն եւ ծավալները, որ նույնիսկ մաքսը մեջը իրենք կարողանում են ԵԱՏՄ-ում մրցակցել նույնիսկ այսինքն մեր եւ մյուսների անմաքս ղազախների, ղրղզների անմաքս ապրանքների հետ։ Այսինքն գիտեք մաքսային արտոնությունը, այսինքն անմաքս առևտուրը ինքը իհարկե շատ լավ բան է, բայց դու պետք է նստի դու որ շուկայում ես անում անմաքս առևտուր եւ ինչ է ստանում դրա դիմաց։ Այսինքն չլինել ԵԱՏՄ անդամ նշանակում է չունենալ ազատ չունենալ անմաքս առևտրի ռեժիմ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ։ Սրանից դուրս մնացած ինչ ուզում ես արա մաքսը վճարի, ոնց է դա բոլորը անում։ Դու հետարքիր մի օրինակ կամ փաստ նշեցիր, որ Վրաստանը իր ապրանքների որակը բարձրացրեց, որովհետև դա պահանջվում է ԵՄ ստանդարտներով եւ դրա շնորհիվ այդ ապրանքները մի քիչ ավելի թանկ թեկուզ կարողանում են մրցակցել, որակի շնորհիվ կարողանում են մրցակցել նույն սեգմենտում այլ։ Հա, բայց ինքը այսպես մտավ նաեւ ԵԱՏՄ շուկա, չէ՞։ Մի պահ դուրս եկավ ու նորից մտավ։ Կարելի ասել գնաց ու հետ եկավ։ Եվ այսօր օրինակ Մոսկվայում կամ Աստանայում ավելի շատ բորժոմ է վաճառվում, ավելի շատ վրացական գինի է վաճառվում, քան հայկական գինի կամ ջերմուկ ու բջինի։ Գաղտնիքը այստեղ չգիտեմ որն է, ես տնտեսագետ չեմ, մասնագետ չեմ, բայց դուք հենց շուկայում կարողանում եմ ասել։ Այո, դուք հենց նոր ասեցիք։ Նախ մարքեթինգն է,
Սա մեծ դեր ունի, որի համարել էին իդեպ, այ դե որակը դա չենք էլ քննարկում առանց որակի ինչքան ուզում ես մարքեթինգ արա, որի համարել իդեպ էլի Եվրամիությունը մեծ գումարներ է վճարել, այսինքն հենց մարքեթինգի համար, հանրահռչակման համար, հանրահռչակում ես նես չի, որ այս մի տեղը հանրահռչակվեց, այս մյուս տեղը փոքր աշխարհ է, մի տեղ որ հանրահռչակվում է, տարածվում է այդ հռչակը։ Ուզում եմ մի քիչ ավելի խոհափիլիսոփայական տանեմ։ Մեզ պետք է պարտադրեն որակը բարձրացնեն, որ մենք բարձրացնենք։ Մենք ինչու չենք որակը։ Մենք մեր արտադրողին պարտադրում։ Որն է գաղտնիքը։ Դա մարդկության մշտապես ուղեկցած ֆենոմեն է։ Մարդկության բոլոր փուլերում այն բոլոր հեղափոխական զարգացումները եղել են ինչ որ մի խնդիր հաղթահարել լուն ուղված ճանապարհ փնտրելիս ինչ որ մի պարտադրանքի լինի բնության լինի մեկ այլ պետության ինչ ակնկալիք ունենք բայց սա ավարտեմ այս մասը այսինքն մենք չպետք է դրանից կոմպլեքսավորվենք էլի այսինքն միշտ էլ պետությունները ժողովուրդները ինչ որ խնդիր են բախվում լուծում են փնտրում եւ այդ խնդիրը հաղթահարում են շատ ավելի մեծ շատ ավելի արդյունավետ լուծումներ գտած քան բուն խնդիրը հաղթահարելու համար անհրաժեշտ եւ այդպես են հասարակությունները զարգանում, մյուս աստիճանին բարձրանում։ Դու քաղաքակրթական զարգացում։ Գուցե եւ դու ճիշտ, բայց ուրիշ տեղ եմ ուզում տանենք։ Մենք ուզում ենք մենք ապրենք այնպես մակարդակն եմ ասում տնտեսական, կենսամակարդակը, այնպես ինչպես գերմանացին ու ֆրանսիացին, թե մենք ուրիշ բան ենք ուզում։ Դե մի քիչ շատ մեծ վերցրեցիք, եկեք անկեղծ ասենք, գերմանացի, ֆրանսիացի։ Դե մեր ձգտումը պետք է լինի Գերմանիան ու Ֆրանսիան։ Մեկ շնչին ընկնող հնան $60,000, մեկ շնչին ընկնող ուրեմն Հայաստանում, մեկ շնչին ընկնող հնան այս տարին կարող է եւ փակենք $10,000։ Մեկ շնչին 6 անգամ։ Հա, դե ընդհանրապես, նո, ասենք Խորվաթիայում դեռ չի հասել 20,000-ին։ Չէ, ուզում եմ այնց ես գիտեք իհարկե ուզում եմ ինչի Գերմանիա կներեք Լյուքսեմբուրգ $80,000 մեկ շնչին ընկնող Շվեյցարիա $90,000 այսինքն եթե ցանկություն իհարկե ուզում ենք բայց ուզում ենք թե բայց ձևացնում ենք որ բայց աստիճանը բարձրանալիս դե պետք է հասնենք երկրորդ հարկ, երրորդ հարկ, նոր 10 աստիճան ոչ մի պետության հնա 10,000-ից մի տարում չի հասել 60,000-ի։ Եվրոպայի ընկալումը մեր հանրության մոտ տարբեր է։ Հա, տարբեր է։ Մենք հաճախ այդ Եվրոպային քննադատաբար վերաբերվող կամ դեպի Եվրոպա շարժումը ընթացքը քննադատողներ ասում են ուզում ենք այլասերվածություն բերել Եվրոպայից ինչու է այդպիսի ընկալում Եվրոպայի ասենք ես եղել եմ Եվրոպայում ճիշտն ասած մի քանի անգամ վախտավիճակվել տարբեր երկրներում լինել սիրում եմ տենց ուսումնասիրել մարդկանց տենց որ ասեմ այլասերվածության ցցուն օրինակներ ես գոնե փողոցներում մայթերում վակերում չեմ տեսել որտեղից է գալիս այդ սխալ ընկալումը Եվրոպայի մի կոմպլեքս է որը հատուկ է շատ հասարակությունների, այսինքն հասարակական տարբեր խմբերի, որոնք հիմնականում այսպես Եվրոպային մոտ եվրոպական քաղաքակրթությանը երբ էլ որ վերցնենք ու ինչ վիճակով էլ որ վերցնենք շատ մոտ են ապրել, հարաբերվել են ու տեսել են, որ Եվրոպան տնտեսապես եւ տեխնիկապես շատ արագ է զարգանում ամեն տվյալ պատմական փուլում այսինքն եթե գնանք 18-րդ դարի համեմատ 19, 20 ու քանի որ այդ բանը կար այդ սա մի քիչ նաեւ հոգեբանական պահ է էլի որ ասում են բայց ո՞նց են իրանք այդքան արագ զարգանում ո՞նց են կարողանում ո՞նց են ստացվել աշխարհը գրավեցին գիտեք չէ հատկապես գաղութատիրական դրա մասին առանձին վերլուծություններ կան թե ոնց դա ստացվեց դա էլ շատ հետաքրքիր թեմա բայց կան մարդիկ եւ կան հասարակական խմբեր, որոնք որոշեցին հեշտ ճանապարհ ընտրել, դա բացատրելու, ասին, դե հա, լավ զարգացած են, բայց դրա փոխարեն տեսեք ինչքան վատ բաներ կան, այնտեղ այդ զարգացումը գալիս է այսինչ վատ բաների գնով։ Փչացնում է հասարակությունը եւ այլ, դա այսպես հեշտ ֆոլկլորային, sense շատ հեշտ ձևակերպված մի մեկնաբանություն էր, որը
որը նույնիսկ շատ հանրահայտ մարդիկ ժամանակին հələ 19-րդ դարում փորձեցին այդ մեկնաբանությունը տալ, ասելով որ օքեյ, դե մենք էլ հոգևոր արժեքներ ենք պաշտպանում, նրանք ստեղծում են տեխնոլոգիաներ, նրանք այդ որոնք փչացնում են մարդուն, սա էլի մի հատ մեծ դիսկուրս է, էլի փիլիսոփայության մեջ տեխնոլոգիա, էթիկա եւ այլն, որոնք փչացնում են մարդուն, մենք պահում ենք մեր անարատ հոգևոր մաքրություն, էլ չէին ասում, որ բայց լավ, օքեյ, բայց դու հենց ասա, ինչի՞ չես կարողանում այդ տեխնոլոգիական առաջընթացին հասնել, ասես դա պետք էլ չի, դա պետք չի։ Հիմա ասես մի բան հիշեցի։ Հովհաննես Թումանյանը 100 եւ ավելի տարի առաջ մի հետաքրքիր հոդված է գրել, ոչ թե պատմված, կոդված Բորչալովում վերնագրում, Բորչալու գավառի մասին, այսօրվա Ստեփանավան, Վրաստանի Մարնեուլի շրջանի այդ հատվածի բնակչության մասին ու մի հետաքրքիր միտք ունի։ Ասում եմ, ես հայերին ասում եմ, դուք նայեք գերմանացին եւ ռուսը ինչպես է իր տնտեսությունը վարում, դուք էլ այդպես արեք, որ հասնեք իրենց կենսամակարդակին։ Նույն ես կրկնում եմ, ոչ թե Գերմանիայում ապրող, այլ Բորչալու գավառում ապրող գերման։ Ասում են, ինձ ասում էին, Աստված ում ինչքան պետք է, այդքան էլ տալիս է։ Մենք ցանում ենք քիչ է տալիս, ուրեմն տենց է պետք այս միտքը։ Դե մոտավորապես իմ ասածն է, էլի ես դրա համար դա հիշեցի։ Հիմա մենք ոնց անենք, որ մեր ժողովուրդը ի վերջո հասկանա, որ ինքը պետքա չարչարվի, աշխատի։ Բայց շատ բաներ փոխվել է, գիտեք, օրինակ ես հիշում եմ, մենք երբ 18 թվականին ես այս ժամանակ վարչապետի մամուլի խոսնակն էի, էլի ինչպես հիմա ինքը ժամանակ էլ շատ էր գնում մարզեր, շփվում էր գյուղացիների հետ, ես լսում էի այդ խոսակցությունները ու ասենք ասում էին դե այս տարի էլ էս ինչը ցանեցի, բերքը լավ չեղավ։ Անցած տարի էլ ցանեցի, լավ չեղավ։ 10 տարի առաջ էլ չեղավ, որոշ ժամանակ էլ լավ չէր։ Պապուսս էլ ասում էր, բա եթե լավ չի, ինչ ես անում։ Փոխի միգուցե, մի բան փոխի, չէ՞, եթե անցած տարի լավ չի, այս տարի լավ չի, երևի թե մյուս տարի էլ լավը չի։ Ասում եմ, մենք չգիտենք, մենք պապական ենք։ Այսինքն, հա գիտեք, որ վատ է։ Այդի գիտեք։ Ու ոչ է նա, գիտեք, ասես բան վիճակ էր էլի ստեղծվում։ Ոչ է նա, ասենք, ինչ-որ դաս, ոչ է նա թողես գնաս, ոչ է նա ու իմ կարծիքով կառավարությանը հաջողվեց այս տարիների ընթացքում շատ մեծ դժվարությամբ։ Նույն այդ ապահովագրությունը գյուղատնտեսական, նույն է ցանցերը, նույն ինչը կա, կաթիլային համակարգը, նույն այն մյուսը ինչքան ծրագրեր կա, չէ, նույն ինտենսիվ այգիները իրականում փոխվել է շատ բան, ես ինչու ես մասին, փոխվել է, ոչ ամբողջապես մտածողությունը, բայց մարդիկ կան, որ անցան խելացի անասնագոմի, այսօր հարևանները նայում են ու ուզում են, այսինքն օրինակները վարակի չեն, բայց այսպիսի մի խնդիր ունենք, մեր ժողովուրդը երբ որ պրիմիտիվ օրինակ եմ բերում, բայց որ ավելի լավ պատկերացնենք մտածողության խնդիրը, քանդված ասֆալտով անդադ երթևեկում է, քայլում է ու անդադ դժգոհում է, հայոյում է, անիծում է, հետո բերում են ասֆալտը անում են, ինքը քայլում է արդեն կամ երթևեկում է որակյալ Աստված 2 օր ուրախ է, երրորդ օրից ինքը ասում է դե տենց էլ պիտի լինի։ Բայց մենք չպետք է նեղվենք։ Չէ, ես ասում եմ ոչ թե դա մարդու եւ միգուցե ոչ միայն մարդու, ընդհանրապես։ Այսինքն ընդհանրապես աշխարհի օրինաչափություններից է, բայց իրեն պետք է օգնել, չէ՞ որ ինքը հասկանա, որ եթե ինքը շեղվի այն ճանապարհից, որը ինքը ընտրել է, կամ որ մենք ընտրել ենք, այդ ասֆալտը նորից քանդվելու է ու չգիտենք ոնց է լինել։ Հիմա ես այսպիսի մի Եվրոպայի օրինակով մենք իհարկե եվրոպական մշակույթի իրականում կրող ենք եղել հին ժամանակներից սկսած, հետո գնացել ենք դեպի արևելք, ասածը։ Հիմա մեր մոտ խառն է զգացողությունները, մտքերը, ամեն ցանկացած քաղաքացու մոտ։ Բայց մի բան փոխվել է։ Մարդը վերջին տարիներին, չեմ ասում վերջին 2-3 տարիներին, մարդը Հայաստանում հասկանում է, համեմատում է, որ այս ինչ երկրում կյանքը լավ է, այն ինչ երկրում վատ է։ Ինքը իր երեխային ուղարկում է Եվրոպա սովորելու։
ինքը իր երեխային չի ուղարկում X երկիր սովորելու, հա, հասկացանք։ բայց երբ որ ասում ես դե մենք գնում ենք, այսինքն գնալ բառը սխալ է, մենք ուզում ենք մեր երկիրը լինի այնպիսին, ինչպիսին օրինակ Չեխիան կամ Սլովակիան է, ինքը անմիջապես ինչ որ ցնցումների մեջ է ընկնում, հա, Չեխիայից ու Սլովակիայից, այո, ասում են, «Էս ինչ եք դուք ասում, էս ուր եք ուզում մեզ հասցնել»։ Ու ես գիտեմ դրա պատճառը որն է։ Դրա պատճառը մեր այն մտածողությունն է, որ վերջերս էս հիշացնեմ այս զրույցը, քննարկումը։ Հիշում եք, որ Օվերչուկը ասեց, եթե Հայաստանը գնա Եվրամիություն, իբր վաղը գնում ենք արդեն, թռիչքները Երևանի եւ Մոսկվայի միջև կընդհատվեն, քանի որ Հայաստանը կլինի Եվրամիության անդամ, իսկ Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ։ Եթե իրանց կոնֆլիկտը մինչև է, չէ, բայց հետաքրքիրը այ Օվերչուկի Օվերչուկը նորմալ բան է, ճիշտ էր ասում Օվերչուկը, որ եթե դու դառնում ես Եվրամիության մաս, դու պարտավոր ես անես այն ինչ որ ընդհանուր արտաքին քաղաքականությունն է։ Իհարկե, բայց այստեղ ես մեր որոշ լրատվամիջոցներ վերցրին Օվերչուկի ասածը, մի քանի բառ հանեցին, մի քանի ստորակետ ավելացրին ու դարձավ այսպես. եթե Հայաստանը շարունակի գնալ դեպի Եվրամիություն, մենք կդադարեցնենք թռիչքները Երևան-Մոսկվա։ Հաշվարկը պարզ է, Ռուսաստանում ապրում է 1 միլիոնից ավելի հայ, գուցե 1.5 միլիոն։ Ու այս փաստը մեզ անդադ ուզում է մեզ վախեցնել դա։ Այ եթե դուք ուզենակ ապրել ինչպես եվրոպացին, մենք ձեզ կպատժենք, որովհետև դուք պետքա մեր նման ապրեք եւ ոչ թե եվրոպացին։ Համաձայն եք այս տեսակետի։ Չէ, ես հարցը մի քիչ այտենց չէի ձևակերպի, ինչպես, այդտեղ մի քիչ այնքան կենսամակարդակի հարցը չի։ Ինչքան ազդեցության գոտու հարցն է, այսինքն այո, ազդեցության գոտու հարցն է։ Բայց դուք չեք կարծում, որ ազդեցության գոտին հենց մտածողության սահմանել ունի։ Եթե դու մտածում ես այլ կերպ, քան մտածում էիր 35 կամ 40 տարի առաջ, այդ ազդեցությունը մի քիչ արդեն դժվար կլինի։ Գուցե բայց դա անխուսափելի է, այդ մտածողության փոփոխությունը անխուսափելի է եւ Ռուսաստանում էլ այդ մտածողությունը նույնիսկ Ռուսաստանում այն չի։ Բայց ինչ 35 հիմա նորմալ չի, բայց մեր ընկալումը մենք անկախ պետություն ենք։ Մի քիչ ինչն է խնդիրը, լինել լավ հարաբերություն Ռուսաստանի հետ։ Մեր տեսանկյունից խնդիր չկա։ Այո, բայց մենք պետքա դա կարողանանք բացատրել, չէ՞ որ մենք դա ընտրել ենք այս ճանապարհը, ուզում ենք ազատ տնտեսություն ունենանք։ Մեզ մոտ չի կարող լինել կոլխոզներ եւ սովխոզներ։ Մենք այդ մտածողությունը չունենք։ Կոլխոզի սովխոզի վեճը չի այստեղ։ Այստեղ ավելի շատ դա շատ անգամ է հայտարարվել իրանց մոտ բարձր քաղաքական մակարդակում, որ հարցը այն կորսված պետությունն է, որ իրանք ընկալում են, որ կորցրել են։ Դու մի հատ եթե իրանց տեսանկյունից ես նայում։ Ես դա լավ գիտեմ, բայց մենք կորսված պետությունը, որը իրանց տեսանկյունից նայած, ոնց որ կար, հետո չկա, եւ դա ինչ որտեղ ազդում է, ինչ որտեղ չէ, մեծապես ազդում է իրանց ընկալումները, ուստի բացատրելու հարց չի, որտեղ դա էմոցիա է։ Դա էմոցիա է, դա չես կարա։ Ես էլ էմոցիաները միացնելով ասում եմ, բայց արժի որ մենք գնանք Եվրոպա, եթե Եվրոպան նույնիսկ չի բացում սահմանները Հայաստանի քաղաքացու առաջ ազգանների ազատականություն, հեսա կլինի։ Դե երբ կլինի, ես ուզում եմ իմանալ։ Որով ասեմ։ Այո։ Որով չեմ կարող ասեմ, բայց կարող եմ ասեմ, որ մեծ մասը հերթերը երբ են ավարտվելու։ Էլի երկու բան իրար եք էլի։ Դե ես ուզում եմ երկու բան, չէ, որտեվ էլի երկու բան իրար եք խառնում։ Այն որ վիզաների հեշտացման գործընթացը
չի ընթանում այնպես ինչպես պիտի ընթանա, դա ոչ թե ազատականացման, այլ հեշտացման, նա ուրիշ պայմանագիր է, նա ուրիշ։ Նա այն մասին է, որ վիզաները պետք է ավելի հեշտ տրվեն, իսկ մյուս այն մասին է, որ վիզաները չպետք է լինեն։ Երկու երբ պետք է վիզաներ չլինեն։ Իմիկվա հերթերը դա առանձին թեմա է, որը ոչ մի կապ չունի վիզաների ազատականացման process-ի հետ։ Վիզաների ազատականացման process-ում մենք շատ ավելի մեծ հաջողություններ ունենք, եւ ամենամեծ հաջողությունը վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելն է։ Բուն։ Դա ամենակարևոր բանն է, ինչու, որովհետեւ այն հայեցողական որոշում էր Եվրամիության կողմից, այն կարող է եւ չլիներ։ Այսինքն կարող է եւ չլիներ համաբան միաձայնություն Եվրոպական միության Եվրոպական միության խորհրդում եւ չսկսվել այդ ազատականությունը, որտեղ իրանք դա պարտավոր չէին անել։ Դա մեր խնդրանքով է, բազմաթիվ խնդրանքներով է, որ դա տեղի ունեցավ։ Մնացածը արդեն տեխնիկական լուծումն է։ Ես ուզում սա մարդի սա պետք է հասկանալ։ Ես մի հատ լրացուցիչ հարցել եմ տալիս։ Հասկանալը։ Եվրոպան մեզ ընդառաջ գնաց եւ կայացրեց կարևոր որոշում։ Այո։ Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացին երբ մոտավոր կամ մոտավոր, եթե շատ մոտավոր ասենք 1-ից 2 տարուց։ 1-ից 2 տարուց։ Շատ մոտավոր ասենք։ Ինչն է խոչընդոտում։ Չէ, խոչընդոտի հարց չէ, միգուցե մաֆիան է այստեղ, որովհետև շատերը մեծ գումարներ են աշխատում հերթ առաջ գցելու, մուլտիվիզա խփելու համար։ Ես ուզում եմ հասկանամ, մենք էլի 2 տարբեր գործընթաց։ Ես ուղիղ հարցնում եմ, քաղաքացին երբ կարող է որոշել Լեհաստան գնալ եւ գնալ Լեհաստան։ Բայց դա կապ չունի հերթերի։ Վիզաների ազատականությունը կապ ունի բիոմետրիկ անձնագրի հետ։ Հո վիզայի կենտրոն չի որոշում բիոմետրիկ անձնագիր լինի, թե չլինի։ Հիմա եկա կարևոր տեղի։ Այո։ Այսինքն երկուսի մեջ էլ կա վիզա բառը, բայց դրանք տարբեր բաներ են։ Ես ասում եմ, որ մենք հստակ մեր քաղաքացուն դա բացատրենք։ Ես ասում եմ, բայց նա ոնց ասեմ, լրիվ տարբեր։ Նա այն մասին է, թե ինչպես պետք է վիզան ստանալ, իսկ այն մյուս այն մասին է, թե ինչպես կարելի է եւ չստանալ վիզա։ Իրանք իրար նույնիսկ ինչ-որտեղ հակառակ process-ն է։ Նա վիզա ստանալու մասին է, նա վիզա ստանալու անհրաժեշտություն չլինելու մասին է։ Նա չէ, այն մյուսում դա երկար են քննարկել, հոսքը մեծացել է եւ այլ կան խնդիրներ, ես չեմ հերքիվ այնտեղ կան խնդիրներ ակահայտ է, բայց եկեք նա այդ չկապենք։ Հիմա ազատական կարող նա մոռանանք։ Նա ընդհանրապես դնում ենք մի կողմ, որ երկու միտք իրար չխառնվի, որ մոռանանք, հիմա անցնենք երկու միտք չխառնվի։ Նա կարող եւ չլիներ էլ։ Նա կարող եւ չլիներ, մենք միանգամից օրինակ ունենայինք, օրինակ եթե Վրաստանի հետ մենք առաջ շարժված լինեինք, կարող եւ այս ժամանակ միասին այդ ընդհանուր փաթեթով դա էլ գար, մենք միասին բոլորը ունենայինք տեսականորեն, հա։ Վիզաների ազատականացում։ Ուրեմն բիոմետրիկ անձնագիր 1 ուրեմն սահմանների եւ անցակետերի համապարփակ վերահսկողություն հայաստանյան ուրեմն ինստիտուտների կողմից սա էլ է իրենց համար շատ կարևոր, որ իրանք իմանան ում են խոսում խնդրի դեպքում։ Սա շատ կարևոր է։ Ես չեմ թաքցնի, որ այդ հարցը կա, հիմա դե գիտեք արդեն բոլոր անցակետերում, այսինքն կար է այդ հարցը, հիմա արդեն բոլոր անցակետերում մեծ սահմանապահներն են, տվյալների անվտանգություն, ով մտավ, ով դուրս եկավ, սա էլ պետք է լինի պատշաճ մակարդակի վրա, եւ հանրային կարգ, անվտանգություն, իրավահավասարության մասին օրենք, սա էլ պետք է լինի ընդունված, եւ մեծ հաշվով այնտեղ մի կտոր կար առողջապահական ապահովագրության հետ կապված, բայց դա էլ կարծես էլի այս ներդրված համակարգին զուգընթաց դա էլ իր լուծումը կստանա։ Էսա։ Այսինքն 2027 թվականի ապրիլի 29-ին մենք այդ խնդիրը լուծած կունենանք։ Օրերով ես չեմ կարող ապրիլի 30-ին լինի կամ մայիսի 5-ին էլի։ Ես ուզում եմ մենք հիմա ասենք, հետո այդ օրը զրուցենք, գիտեք։ Ու հետո դուք ասեք, տեսակ ավելի շուտ եղավ կամ այս պատճառով ուշ եղավ։ Հա, բայց ես չեմ կարող բոլոր գործընթացների ժամկետները կանխատեսել։ Կուսակցական ընկերներից մեկի գրառումը տեսա 3 թե այսօր սոցիալական ցանցում, ասում է, ահա թե ինչու պետք է քվեարկեք ԿՊ-ի օգտին, որ նաև առանց վիզա գնաք
Եվրոպա։ Հիմա ճիշտ ասում։ Հիմա ես ուզում եմ դուք ասեք, այդ խոստումը երբ եք կատարելու։ Ես արդեն իսկ ասեցի, Այո։ բայց դա ելի եմ ասում, դա կախված է մի քանի գործոնից, որոնք ես թվարկեցի, երբ էս գործոնները լինեն, Ինչով ձեզ օգնենք, որ այդ խնդիրը ախր լուծենք։ ես Գեգամ ջան, ես ինչն եմ էլի ուզում, որ մենք հասկանանք հարցի բովանդակային կողմը, ոչ թե ժամկետները։ Սա է կարևորը։ Այսինքն այդ հարցը կարելի ասել լուծված հարց է։ Դե որ լուծված է այդ հարցը, ես մի վերջին թեման առաջարկեմ, մի րոպե խոսենք ու գնանք մեր գործերով։ Լավ։ Հիմա տեսեք, դուք ասեցիք, որ Եվրամիությունը Հայաստանին օգուտ է բերում, դուք ասեցիք, որ շատ շուտով կամ շուտով մենք Եվրոպա գնալու հետ կապված գրեթե խնդիր չենք ունենա, բայց հիմա հարցերի հարցը, որ ես ուզում եմ դուք որպես արդեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ պատգամավոր մարդկանց ասեք, այն մարդկանց, որոնք անդադ նաև շահարկում են, ասում են, այ ասեցիք ու չբացեցիք։ Ի վերջո հայ-թուրքական սահմանը երբ է բացվելու։ Այդ այդպես անակնկալի կգա։ Կներեք, էլի, կներեք, եթե դες տալիս եք, ես շատ ուղիղ պետք է ասեմ, այն բանը Կարեն Դեմիրճյանը հիշում եք, չէ՞, ասում կարող է ջեբսա չեմ տալիս։ Հիմա արդեն այդպես կենցաղային պետք է խոսամ։ Բանալին ձեռսա չեմ բացում։ Ուրեմն լավ չեք բանակ։ Ինձ հարցնում եք, թե երբ է բացվելու, թե երբ է Թուրքիան բացելու, Թուրքիան է փակել, Հայաստանը չի փակել։ Ոչ թե երբ է բացվելու, այլ երբ է բացելու։ Իսկ ինչու չի բացում Թուրքիան։ Այդ հարցը մենք իրենց պետք է տանք եւ տալիս ենք, տարբեր մեկնաբանություններ այդտեղ կան, բայց էլի մենք պետք է ոչ թե կենտրոնանանք նրա վրա, թե ինչու դեռ սահմանը չի բացել, այլ կենտրոնանանք նրա վրա, աշխատենք այն ուղղությամբ, որ այդ սահմանը բացվի, որտեղ դա մեզ պետք է, որովհետեւ եթե եկանք այն եզրահանգման, որ այ տեսեք կան ինչ-որ խնդիրներ այդ բացելու ընթացքում, այս խնդիրը կա եւ այն խնդիրը կա եւ այն խնդիրը կա, դրանից մեր հետեւությունը չպետք է լինի, որ դե լավ, դե բանը ասած, բայց այդ հարցին եկեք այդ հարցը թողնենք, մեզ ուրեմն պետք չի։ Նյարդայնանալ, երբ որ այդ հարցը հնչում է, բայց ես նյարդայնանալ, երբ որ ինձանից չկախված, դուք ես ինչ պիտի ասեք, ինձանից չկախված գործում է, կամ ընդհանրապես Հայաստանից massամբ են դրանք կախված, այնքանով, որքանով որ մի 50% Հայաստանից է կախված, 50%-ը Թուրքիայից։ Դե դա եթե տենց շատ երկրաչափորեն 1% Հայաստանից, 99%-ը Թուրքիայից։ Գլխավորը ես մեր հետարքի զրույցը անդադ կշարունակվի, մենք պետք է ավարտած լինենք, բայց այս կոնտեքստում մի հարց էլ առաջացավ այդ մասին խոսենք ու գնանք արդեն այլ գործերով զբաղվելու։ Դուք ասում եք Եվրոպան, Եվրամիությունը, Եվրասիական տնտեսական միությունը, այս բոլորը մարդիկ հասկանում են, անցալում են, բայց գլխավոր հարցը իրենց մոտ այսպիսի ինձ հետ շատ հաճախ այդ հարցը տալիս են։ Այդ հարցը տալիս են, այդ հարցի պատասխանը ես չգիտեմ ոնց տամ։ Ասում են, բա երբ է լավ լինելու։ Հիմա լավ է։ Արդեն լավ է։ Արդեն լավ է։ Դե շատ լավ։ Շնորհակալություն է զրույցի համար։ Կհանդիպենք հուսամ այն ժամանակ, երբ որ արդեն վիզաները արդեն մեր ազատականացված կլինեն եւ իհարկե միջև էլ կհանդիպենք, բայց այդ թեմայով մենք հետո էլի կհանդիպենք, կզրուցենք։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, ստեսություն։